հավաքանու եւ ես հիմա կներկայացնեմ տվյալները եւ եթե հարցեր լինի կարող եմ պատասխանել ձեր հարցերին։ Այսօրվա մեր պրեզենտացիան ես կոչել եմ կդոր մանրություն եւ մեթոդաբանության մասին։ Հետազոտության մեթոդը հեռախոսային հարցումներն իրականացվել, հարցումների քանակը 612 եւ հետազոտության ընտրանքային սխալը 3.8%։ Հետազոտության իրականացման ժամանակահատվածը 25-ից 26 մարտի 2025 թվականին, հետազոտության վայրը քաղաք Գյումրի եւ քանի որ սա ընտրությունների հետ կապված նախընտրական հետազոտություն է, ըստ օրենսդրության մենք պարտավոր ենք նաեւ նշել պատվիրատուի անունը եւ այստեղ նշել եմ կազմակերպության ղեկավարի իմ անունը, պատվիրատու Արամ Նավասարդյան։ Ավելի մանրամասն մեթոդաբանությունը ներկայացված է ստորև, ես ֆայլերը կփոխանցեմ եւ կարող եք ծանոթանալ։ Եվ այսպես, մարտի 30-ին Գյումրիում տեղի են ունենալու հավաքանու ընտրություններ, որ կուսակցության կամ դաշինքի քարոզարշավն եք տեսել։ 54%-ը նշել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, 47%-ը նշել է Հայաստանի կոմունիստական կուսակցության քարոզարշավն է տեսել, 31.4%-ը մեր քաղաքակուսակցությունների դաշինք, 27.6%-ը Մայր Հայաստան կուսակցությունների դաշինք, 22.5%-ը Իմ հզոր համայն կուսակցության, 19.9%-ը նշել է Եվրադաշինք կուսակցության քարոզարշավն է տեսել, 18.8%-ը Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության քարոզարշավը եւ ապրիլի երկիր նշել է 15% եւ դեմոկրատական հայերեն կուսակցություն 13.7%։ Սա խոսքը գնում է թե արդյոք տեսել են, կարող է, չգիտեմ, իրենց բակում կամ հակադարձ փողոցում, ասենք տեսել են, որ տեղի է ունենում քարոզարշավ։ Դրա համար բառը տեսել բառը շեշտվել է այստեղ եւ ինչ միջոցով եք տեսել կամ հանդիպել քարոզարշավին, 45.2%-ը նշել է, որ հանրային հանդիպումներ են եղել, միջոցառումներ են եղել, որոնց իրանք ականատես են եւ սոցիալական մեդիայի միջոցով 42.6%-ն է նշել, որ իրանք ականատես են եղել։ Հեռուստատեսություն նշել է 24.7%-ը։ Պաստառներ նշել են 4.4%-ը, տպագիր նյութեր նշել են 3.3%-ը։ Ռադիո ունենք 0.7% եւ բիլբորդներ 0.7%։ Սա խոսքը գնում է, թե ինչ միջոցով են նրանք ականատես եղել այդ քարոզարշավին։ Որ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի նախընտրական ծրագրին եք ծանոթացել, այն երկու սլայդը վերաբերում էր տենալուն, ուղղակի սա մենք քննարկում ենք արդեն ծանոթանալու հանգամանքը։ Եվս մի քանի պատասխան կարող են նշել, եւ այսպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության ծրագրին նշել են 20%-ն, 28.6%-ն նշել որ ծանոթացել են, Հայաստանի կոմունիստական կուսակցության ծրագրին նշել է 24.2%-ն է ծանոթացել, մեր քաղաքակուսակցությունների դաշինքը 15.5%, Մայր Հայաստան կուսակցությունների դաշինքի ծրագրին ծանոթացել են 12.9%-ը եւ Եվրոդաշինք կուսակցությունների դաշինքի ծրագրին ծանոթացել են 11.3%-ը։ 10.9%-ը նշել է Իմ հզոր համայն կուսակցությունը եւ 8%-ը նշել է Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության Արտյոմ Թումանյանի ծրագիրը։ Ապրիլի երկիր եւ դեմոկրատական հայերենը նշել են 8% եւ 7.4% համամասն։ Ոչ մեկի ծրագրին նշել է, որ 52%-ը նշել է, որ ոչ մեկի ծրագրին չի ծանոթացել, ինչը կարծում եմ շատ վատ է։ Ինչ միջոցով եք ծանոթացել կուսակցությունների կամ դաշինքների ծրագրերին, այստեղ տարբերությունը կտենակ ուղղակի ականատես լինելու եւ ծանոթանալու բովանդակային 46%-ը նշել է սոցիալական մեդիայի միջոցով, 32.3%-ը տպագիր նյութեր, թերթեր, բուկլետներ, որոնք որ բաժանվում են, 23.3%-ը նշել է հանրային հանդիպումների եւ միջոցառումների ժամանակ, հեռուստատեսություն նշել է 20.5%-ը, պաստառներ 1.4%-ը։ Եվ տեսնում ենք կուսակցությունների պաշտոնական կայքերը նշվել է ընդամենը 0.7%, որը շատ ցածր ցուցանիշ է եւ կարծում եմ սա պետք է ուշադրություն դարձնել։
Մասնակցում կամ մասնակցել եք քարոզարշավին, սա կոնկրետ մասնակցության մասին է, որ մարդիկ գնում են եւ մասնակցում են որովիցե կուսակցության միջոցառմանը, տեսնելու եւ ծանոթանալու մասին չի։ Մասնակցել կամ մասնակցում եք քարոզարշավի ընթացքում կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի կողմից բակերում իրականացող հանդիպումներին։ 16%-ն է նշել, որ ինքը անձամբ մասնակցել է այդ միջոցառումներին, եւ այդ 16%-ին մենք խնդրել ենք նշել, որ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքների կազմակերպած հանդիպումներին եք մասնակցել։ Եվ այսպես հետաքրքրական է, որ հավասարապես բաշխվել են այստեղ Հայաստանի կոմունիստական կուսակցության եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության տոկոսները 35.8%-ը նշել են այս 16%-ից, որ մասնակցել են այս կուսակցություններին, դա չի նշանակում, որ 35%-ը եւ այն դերը մասնակցել եւ այն դերը, ուղղակի հավասարաչափ մեր ռեսպոնդենտները նշել են, որ մի մասը մասնակցել են, մի մասը կարող են ինչ-որ ձևով մասնակցած լինեն նաեւ այն բանը, բայց ամեն դեպքում մեր քաղաքակուսակցության դաշինքը նշել է 18.9%, 12.6%-ը նշել է Մար Հայաստան կուսակցության դաշինքը, 7.4% նշել է Իմ հզոր համայնք կուսակցությանը, 7.4%, 7.4% ևս նշել է Եվրադաշինք կուսակցությունների դաշինք, 5.3% Աղապելու երկիր, 3.2% Դեմոկրատական ընտանք եւ 3.2% Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն։ Եւ ըստ ձեզ Գյումրու ավականության ընտրությունները արդար եւ առանց խախտումների կանցնեն 27.9%-ն է միայն նշել, որ այո կամ միանշանակ այո կանցնեն առանց խախտումների։ 34.8%-ը նշել են, որ ավելի շուտ այո, բայց քանի որ մենք խոսում ենք խախտումների մասին, եթե կա անգամ կասկածի նշույլ, ապա ենթադրում ենք, որ նրանք այդքան վստահ չեն։ Ավելի շուտ ոչ 15.2% եւ ավելի միանշանակ ոչ 15.2% է նշել, 6.9%-ը եւս կասկածում է, չի տատանվում է, չգիտի ինչպես կանցնեն ընտրությունները։ Ընդ որում սա պետք է շեշտել, որ այս հարցումները իրականացվել են 25-ը եւ 26-ը մարտի, մինչեւ երեկվա իրադարձությունները։ Ես չեմ ուզում ասեմ դա խախտում է, թե խախտում չէ, բայց ամեն դեպքում դա կարծում եմ, որ կունենա իր ազդեցությունը արդյունքների վրա, ինչևիցե ես շեշտադրում եմ, որ մենք դաշտ արել ենք ամսի 26-ին եւ 25-26-ին։ Դուք անձամբ մասնակցելու եք մարտի 30-ի Գյումրիում կայանալիք ավականու ընտրություններին։ Միայն 34.2%-ն է միանշանակ պնդել, որ մասնակցելու է ընտրություններին, եւ ավելի շուտ այո նշել է 47.5%-ը։ Ավելի շուտ ոչ նշել է 3.6% եւ 11.6%-ը նշել է միանշանակ ոչ։ Մեր փորձառությունը ցույց է տալի, որ այ միանշանակ այո ովքեր որ պնդել են, նրանք ապահովել են իրենց մասնակցությունը։ Ավելի շուտ այոյի պարագայում մենք չենք մեր վրա վեկալում պատասխանատվություն, ասենք նրանք կգան կամ կիսով չափ կգան, որովհետև շատ հանգամանքներից է կախված, նաև երեկվա իրադարձություններից, ընդ որում երեկվա իրադարձությունները ինչպես կարող են մեծացնել ցանկությունը գնալ եւ մասնակցել ընտրություններին, այնպես է կարող են նվազեցնել, հետեւաբար մենք չենք պնդում, որ այս 47.5%-ը միանշանակ կգան կամ միանշանակ չեն գա։ Մենք կարող ենք ասել, որ 34.2% ասել են, որ իրենք մասնակցելու են, թե 47.5%-ից ովքեր որ ասել են կարող ավելի շուտ այո, մենք ընտրությունների ընթացքում կտեսնենք, թե որքանն են նրանք իրենց տրամադրել եւ մասնակցել ընտրություններին։ Եվ կարծում եմ ամենաբոլորին հուզող հարցը ներկայացնենք վերջի մեր սլայդը, որ կուսակցության կամ դաշինքին եք պատրաստում տալ ձեր ձայնը մարտի